Եվ այսպես ուշադրություն հրատապ եւ շատ կարեւոր տեղեկատվություն տարածեք տեսանյութը, բաժանորդագրվեք այս ալիքին, իսկ մենք անցնում ենք առաջ։ Երեք Ադրբեջանի եւ Չինաստանի միջև Չինաստանում ստորագրվեց ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Ալիևը Չինաստան էր մեկնել, Հայաստանը այդ նույն պայմանագիրը մի քիչ ավելի մեղմ պայմանագիր կնքեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Հայաստանին, այսպես ասած, ինադու Ադրբեջանի ղեկավարությունը ընկած գործընկեր էր ման գալիս, թե ում հետ կարելի է կնքել այդ պայմանագիրը, որ մի քիչ հզոր պետություն լինի։ Չինաստանի հետ կնքեցին այդ պայմանագիրը, Չինաստանի խոստանալով ճանապարհ դեպի Եվրամիություն, այսինքն ոնց այդ ճանապարհը տեղի ունենալու, Կասպից ծոցով հասնում են բեռները Ադրբեջան, Ադրբեջանից մտնում են Վրաստան, Վրաստանից էլ մտնում են դեպի Թուրքիա եւ Թուրքիայից ուղևորվում են Եվրամիություն կամ հենց Սև ծովից են ուղևորվում Եվրամիության երկրներ Վրաստանի տարածքով։ Մենք գիտենք, որ Վրաստանում մեծ շինարարական աշխատանքներ են իրականացնում չինական ընկերությունները, ճանապարհներ են կառուցում Թիֆլիսից մինչև Բաթումի, որը ավելի է կարճացրել նախկին ճանապարհը։ Մարդիկ արդեն 3-4 ժամվա ընթացքում հնարավորություն ունեն Թիֆլիսից հասնել դեպի Սև ծով։ Սա արել են չինացիները, որպեսզի առևտուր իրականացնեն Ադրբեջանի հետ համագործակցելով, փոխարենը Ադրբեջանի հետ կնքում են այդ պայմանագիրը։ Ինչ կարա այդ պայմանագիրը Ադրբեջանին, դա հնարավորություն կտա Չինաստանից գնել զենքեր։ Բնականաբար մեր դեմ է օգտագործվելու այդ զենքերը, մենք գնում ենք Հնդկաստանից, իրանք էլ գնում են Չինաստանից, այսօր Հնդկաստանը եւ Չինաստանը նաեւ մրցակիցներ են։ Ամերիկան աջակցում է Հնդկաստանին, Ռուսաստանը աջակցում է Չինաստանին, բայց դե Հնդկաստան հաստատ Չինաստան չի դառնա, բայց միևնույն ժամանակ Չինաստանն էլ Ամերիկա դեռևս չի դառնա եւ միգուցե եւ երբեք էլ չդառնա։ Այսինքն ավելի լավ է քո գործընկերը լինի Միացյալ Նահանգները, որը աշխարհով մեկ հարցեր է լուծում, քան ուղղակի լավ տնտեսություն ունեցող, լավ արտադրական շուկա ունեցող Չինաստանը։ Բնականաբար Միացյալ Նահանգները հայ ժողովրդի համար ավելի հոգեհարազատ գործընկեր է, քան չինացիները։ Բայց այսօր կա մի հատ այսպիսի ընկալում, որ ինչքան շատ հզոր գործընկերներ ունես, այնքան ուժեղ պետություն ես դու։ Այս պայմանագիրը որևէ ձև Հայաստանի առջև խնդիր չի դնում, այսինքն մեր խնդիրներ չի ստեղծում մեզ համար, որ մենք վաղը գնանք Պեկին, ասենք այդ նույն պայմանագիրը, որ ստորագրել եք Ադրբեջանի հետ, պետքա նաև ստորագրեք մեզ հետ։ Մենք այդ խնդիրը չունենք։ Պետքա լավ բանակցություններ վարել, չինացիներին հասկացնել, որ մենք ոչ Ամերիկայի գործընկերն ենք, ոչ Ռուսաստանի, ոչ մեկի, այսպես ասած, միութենական մասը չենք, մենք անկախ պետություն ենք եւ մենք մեր գործընկերներին չենք դավաճանում։ Քանի որ մենք նաև ունենք այդ փորձը, որ մեզ են դավաճանել ու մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ է նշանակում դավաճանված լինել, մենք որևէ մեր գործընկեր պետության չենք գցում։ Չինաստանի հետ գնացեք, բանակցեք, զենք գնեք Չինաստանից։ Թույլ մի տվեք, որ Ադրբեջանը մեզանից մի քանի քայլ առաջ ընկնի։ Այսօր Ադրբեջանն ասում է, ես ձեզ կտամ ճանապարհ, Հայաստանի Հանրապետությունը ասելու է, ես էլ կտամ ճանապարհ։ Թող Չինաստանը բանակցություններ վարի Ալիևի եւ Էրդողանի հետ ավելի կարճ ճանապարհ ստանա դեպի եվրոպական շուկա, քան Վրաստանով է, քան Ադրբեջանով է։ Ավելի կարճ ճանապարհ։ Այսօր մարդիկ ապրում են Սյունիքի մարզում, օրինակ ինչ-որ մի խուլ գյուղում, որտեղ որ մի քանի տուն է եւ այլն, բայց այդ մարդիկ ապրում են աշխարհի կենտրոնում։ Սյունիքի մարզը հնարավորության դեպքում երկու մայրցամաքներ իրար կապող ճանապարհ է տալու ամբողջ աշխարհին։ Եվրոպայից դեպի Ասիա, Ասիայից դեպի Եվրոպա, Չինաստանից դեպի եվրոպական շուկա, մենք այդ ճանապարհը տեսնում ենք Սյունիքով։ Եթե Ադրբեջանը իրան այսպես չպահեր եւ լինի իրական խաղաղություն, ոչ թե կեղծիքներով լի, շահելու են բոլոր տարածաշրջանային պետությունները։ Գլխավոր շահող երկիրը լինելու Հայաստանի Հանրապետությունը։ Մենք գտնվում ենք շատ լավ դիրքում եւ պետքա դա օգտագործենք մեր ժողովրդի բարեկեցությունը եւ անվտանգությունը ապահովելու համար։ Մենք պետքա դառնանք տարածաշրջանում կարևոր պետություն։ Մենք հիմա փակ պետություն ենք, փակ սահմաններով երկիր, բայց մենք աշխարհիկ պետություն ենք, այսինքն ժողովրդավար երկիր ենք,
եւ պետք է նաեւ աշխարհիկ լինենք մեր հարևանների հետ բաց սահմաններով։ Եվ այսպես ուշադրություն Թուրքիայում ինչ է կատարվում, միլիոնավոր մարդիկ ստորագրել են պահանջելով Էրդողանի հրաժարականը, ընդդիմությունը հստակ քայլերով առաջ է շարժվում, միգուցե սա լինի հեղաշրջում Թուրքիայում, դրա մասին շատ լրատվականներ սկսել են ակտիվորեն գրել։ Թուրքիայի ընդդիմությունը հավաքել է միլիոնավոր ստորագրություններ, 10 միլիոնից ավելի ստորագրություն Էրդողանի հրաժարականի պահանջով։ Իհարկե Թուրքիայի բնակչությունը 90 միլիոն է, արդեն միգուցե 100։ 10 միլիոնը շատ մեծ թիվ է, բայց իհարկե ամբողջ բնակչության չափը չի, 10%-ն է։ Բայց իհարկե 10 միլիոն ստորագրել են, դա արդեն ցնցումների մեջ է գցել Էրդողանի իշխանությունը։ Միլիոնավոր մարդիկ էին դուրս եկել փողոց, երբ որ Ստամբուլի քաղաքապետին քաղաքական հայացքների պատճառով ձերբակալեցին, հստակ երևում է, որ Թուրքիայում, եթե նույնիսկ հիմա չփոխվի Էրդողանը, հաջորդ ընտրությունների ժամանակ այլևս Էրդողանը չի ընտրվելու։ Բայց ցավոք սրտի հաջորդ ընտրություններին կա երկար ժամանակ եւ Էրդողանը կկարողանա այդ ընթացքում վերականգնել իր դիրքերը, եթե ընդդիմությունը այս ճնշումները թույլատնի։ Սա ինչ կտա Հայաստանի Հանրապետությանը, շատ շատեր էս հարցն են տալիս, հիմա ասում է Թուրքիայում իրար մի սկուտեն, թե Էրդողանը կմնա, թե ուրիշը կգա, դա մեզ ինչ։ Մենք ունենք հստակ փաստ, որ Էրդողանի հետ մենք չենք կարողացել բանակցել։ Էրդողանի հետ չի բանակցել Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, ոչ մեկ։ Վերջին տարիներին ենք ասում, որովհետև չի ստացվել։ Այս մարդը չի ուզում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև բացվեն սահմաններ, որովհետև գիտի, որ Հայաստանը զարգանալու է։ Հայաստանին տնտեսական մեծ հնարավորություններ է բացում թուրքական այդ սահմանը, որից իրանք չեն ուզում, որ հայ ժողովուրդը օգտվի։ Այսինքն Թուրքիան ունի մի նախագահ, որի հետ որևէ ձև բանակցել հնարավոր չէ։ Նա կտրականապես դեմ է բանակցություններում ունենալ արդյունքներ։ Սա հստակեցված է։ Հետևաբար ինչ է տեղի ունենալու, այն որ Հայաստանի ժողովուրդը գոնե կունենա ակնկալիք, որ Էրդողանը հեռանա, կգա ինչ-որ մեկը, ում հետ կկարողանանք լեզու գտնել, ով չի լինի բռնապետ, թե իր ժողովրդի, թե ուրիշ ժողովուրդների հանդեպ։ Այսինքն հնարավորություն կստեղծվի, որ մենք սկսենք նոր բանակցություններ։ Հիմա թուրքը մնում է նույն թուրքը, բայց ըստ էության սրա այդ ամեն ինչ արդեն իսկ հստակ երևում է, որ ձախողված է։ Հայաստանի կառավարությունը Թուրքիայի, այսպես ասած, այն սկզբնական պահանջները, որը դրված էր Սերժ Սարգսյանի առաջ, կատարվեց հիմա։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետքա լուծվեր, Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց արդեն մի քանի տարի է լուծվել է։ Մենք էլ խնդիր չունենք թուրքերի հետ, բայց Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը պնդում է, որ Հայաստանը պետքա ցեղասպանության հարցով փորձի սաստել Սփյուռքի հայությանը։